Որ դեպքերում կարելի է չօգտագործել քիմիաթերապիան։ Նախ խոսում ենք դեղորայքային բուժման մասին, պետք է հասկանալ, եթե ուռուցքները չարորակ առաջի փուլում են գտնվում, որոշ դեպքերում երկրորդ, ընդհանրապես միայն վիրահատությունը բավարար է լինում բուժումը կատարել լիարժեք ռադիկալ հեռացնել ուռուցքը եւ ստանալ ամբողջովին առողջացում, սա պետք է հասկանալ, այդ դեպքում պետք չի ոչ մի ուրիշ բուժում, նույնիսկ քիմիաթերապիա, այդ մեկ, երկրորդը, զարգանալով ուռուցքաբանությունը մենք ստացել ենք նորագույն բուժման մեթոդներ, մենք խոսել ենք բազմիցս, դա թիրախային եւ իմունոթերապիան է, եւ որոշ դեպքերում իրենք են գալի առաջ եւ քիմիաթերապիան չի օգտագործվում, որոնք են այդ դեպքերը, նախ ամենահաճախը դա կրծքագեղձի հորմոնալ դրական դեպքերն են, որոնք կոչվում են լումինալ, այդտեղ կա A եւ B տարբերակներ եւ պետք չի օգտագործել քիմիաթերապիան լումինալ A տարբերակների ժամանակ, երբ որ ակտիվությունը չարորակության քիչ է։ Չենք օգտագործում մետաստատիկ լումինալ տարբերակներում, երբ որ գանգատներ չկան, վիսցերալ կրիչ չկա, այսպես կոչված, միայն հորմոնոթերապիան տարիներով կարող է պահել այս հիվանդին լավ կյանքի որակով եւ ուռուցքները չզարգանան առանձնապես։ Ուրիշ բան, որ հետո կարող է քիմիոթերապիան գալ առաջ, այո, դա այդպես լինում է, բայց սկիզբը եւ երկարատևը դա առանց քիմիոթերապիայի։ Ուրիշ ուռուցքներ էլ կան, որոնք կարիք չունեն այս բուժման մեթոդին, օրինակ, հեպատոցելուլյար կարցինոման լյարդի, երիկամային քաղցկեղը եւ թոքի քաղցկեղի ադենոկարցինոման, այս ուռուցքների ժամանակ մեծ մասամբ սկիզբը լինում է թիրախային թերապիան, իհարկե ստուգելով մուտացիաները, որոշ դեպքերում իմունոթերապիային զուգահեռ, բայց քիմիաթերապիան չի լինում առաջնայինը, որտեղ արդյունավետությունը թույլ է, նույնը վերաբերում է մելանոմայի եւ այս բոլոր դեպքերում օգտագործում են իմ ասած նոր մեթոդները թիրախային եւ իմունոթերապիան։ Քիմիաթերապիան աշխատում ենք չօգտագործել, բայց կան դեպքեր, որ պետք է ստանալ շատ արագ ինչ-որ արդյունք, իհարկե ժամանակավոր եւ կարճատև, բայց այդ դեպքերում քիմիոթերապիան կարող է օգտագործվել։